Որպեսզի խաղաղության խաչմերուկն իրագործվի, անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն։ Ռուսաստանն անկեղծորեն կողմերին հաջողություն է մաղթում այս գործում, հայտարարել է ԱԳ նախարար Լավրովը։ Ясно, что договор стал возможным благодаря нескольким трехсторонним саммитам Россия, Азербайджан, Армения. Ակնհայտ է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմն էլ հետաքրքրված են դրանով, եւ իհարկե կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, հակամարտությունների հաղթահարումը եւ դրանց հետևանքով մցված տնտեսական եւ տրանսպորտային կապերի արգելքների վերացումը էականորեն կմեծացնի մրցունակությունը այդ տարածաշրջանում եւ ամբողջ մայրցամաքում։ Թուրքիան գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնությունից։ Անկարան հուսով է, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևան-Բաքու վերջնական խաղաղության համար։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Էրդողանի գլխավորությամբ 2 ժամ տևած նիստից հետո հայտարարություն է տարածել, հույս հայտնելով, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայ-ադրբեջանական հարաբերություններն ու հարավային Կովկասում կայունության հեռանկարը Բաքվում քննարկել է Եվրամիության արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարի հետ։ ԵՄ ներկայացուցիչը շեշտել է, Բրյուսելը հանձնառու է խաղաղությանն ու տարածաշրջանի համընդհանուր բարգավաճմանը։ Թբիլիսիում նույնպես ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական գործընթացին։ Վրաստանի նախագահ Կավելաշվիլին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում ողջունել է Երևանի եւ Բաքվի պատրաստակամությունը։ Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն կարևոր են, այլ նաեւ հնարավորությունների դարպաս են բացում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար։ Կավելաշվիլին նշել է, չկա օր, որ որևէ մեծ երկիր չխոսի մեր տարածաշրջանի մասին։ Թբիլիսիի դիրքորոշումը հստակ է, տարածաշրջանը պետք է դառնա ավելի գրավիչ բոլորի համար։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։